Այսօր։ Դու նուր։ Այսօր սմենես մինչև 12-ն է։ Բայց դեռ ժամը 10-ը չկա։ Երկրորդն էլ ինչ ես մուննատ գալիս վրաս։ Նախ եւ առաջ մուննատ չեմ գալիս, երկրորդն էլ ես քո հորեշը չեմ, որ ստեղ ընդեղ քշել տաս։ Հաջողություն տեկին ոսկի հատ։ Ոչինչ։ Ոչինչ, երեխեք ջան։ Ոչինչ։ Ես այս հարցը այսպես չեմ տալի։ Տեսար, դու սպասիր երջանիկ տղա։ Ես ոսկի հատը չլինեմ, թե հորդ հարսանիքը քթերով հետ չբերեմ։ Գնացինք երեխեք ջան։ Լավ ոսկի ջանան մակարդակի մեկն ինչ ես հետը գլուխ դնում։ Ճիշտ ես ասում, գնանք ուրախանանք։ Եկեք երեխեք ջան, գնանք։ Սենց եք հա իմ մարդկային վերաբերունքին պատասխանում ջաջաբը։ Ես ես պատեշկա եմ անում, ձերք եմ բռնում, նեղին հասնում եմ, ու այդ ձեր սիրելի բաբիկը աղջկա փախցնում, հա։ Ախր, Վարու ջան, բաբիկը տենց բանանող չի, ստեղ հաստատ ուրիշ բան կա։ Հա, դու ինչ կասես։ Հա, հաստատ։ Հնարավոր է, որ այդ աղջիկը իր կամքով է գնացել։ Եթե դաժե էտի տենց է, այդ ոչ մեկին հետաքրքիր չի այդ հարցը։ Այդ աղջկա ծնողները բողոքել են ու այդ հարցով էլ ոստիկանությունն է զբաղվում։ Շեֆ ջան, այդ աղջիկը որ գտնվեց, իրան որ գտա, իրա ոտով գնալու է, բողոքը հետ վերցնի։ Այ ձեր ցավը տանեմ, դուք չեք հասկանում, թե ստե ինչ է կատարվում։ Թեկուզ այդ աղջիկ որ բողոքել հետ վերցնի, էլի քիչ է, մեր սերվիսին պատկանող մեքենայով առևանգում է տեղ ունեցել, են էլ մարդու առևանգում։ Ու մեր կոնկուրենտներն էլ տես մեր բան է պետք էլի, որ սա քաղաքով մեկ շուխուր տնեն, որ Վարոյի սերվիսի ավտոներով մարդ են գողացել։ Ու էլ ով կնստի այդ ավտոն։ Հետ էլ կա։ Բայց հնարավոր է այս հարցը շատ սիրուն ձևով փակել, որ ոչ ոք չի իմանա։ Լավ էլի աղբորպես, հիմա ինձ հանգստացնելու ժամանակը չի։ Ու այդ հարցը սիրուն ձևով չի փակվելու։ Այդ աղջիկա հերը կարգին պաշտոնավոր մարդ է, ու այս հարցը այս ձևով չի փակվելու։ Այ բաբո, ես կներեմ մարդասովեն հերն եմ անիծել, տորը սպասի ձեռս ըմնի, տես ես դրան ինչ որ եմ գցելու։ Շեֆ ջան, ուզում ես մի հատ գնամ իջևան այդ բաբիկին քտնեմ, գցեմ բագաժնիկը ու բերեմ ստեղ, հա։ Եկ առան դեմ մարդ է գտել, սաղ քաղաքը տագնու վրա են արել, այդ բաբիկը չկա, եսի մուր է գնացել։ Սոտանաշեն դու զանգի էլի։ Հա, ինքն է։ Չէ, զոքանչ սա, ստեն ասել է, որ արջն էր պակաս էր պարախոտով եկավ։ Ասա տիկին ոսկերատ։ Ինչ ասեմ է Վարո ջան, դու խաբար ես, թե երջանիկը գլխից ինչ օին է բերել։ Գիտես ոնց էր խոսում հետս, մուննատ էր գալիս վրաս, չհասկացա ես դրան։ Լսի տիկին ոսկերատ, ես հիմա այս պահին քո մուննատները լսելու ցանկություն չունեմ։ Դու չունես, ես ունեմ, Վարո։ Դե որ դու ունես, ուրեմն ինքը քեզ խոսային լսի է։ Ներգրես կենա նարա։ Ինչ եղավ գարա։ Բաբիկն էր զանգել։ Ու ինչ ասես։ Ասես քաղաք է գալիս, բայց հեռախոսի զարյալ կա նստել անջատել է, մի ժամից օֆիսում կլինի։ Բայց ասեց, մենակ չի, այսքան ժամանակ ուր էր կոր է։ Չէ, ասեց կգամ ամեն ինչ կասեմ։ Թողա ու պատասխան տա իր արարքների համար։ Ուրեմն ես կոնյակից էլ ես բերում, բայց լիքը, հետն էլ մի հատ սիգար։ Իսկ ինչ սիգար եք ամենում։ Ամենաթանկին չարժի։ $700 մեկ սիգար։ Դե ուրեմն դրանից ես բերում, կոնյակն էլ ամենաթանկից։ Շատ բարի։ Ալո։ Ես եմ Երջո։ Հա իմացա, որ դու ես, ասա ինչ է եղել։ Այսօր սմերդ մինչև 12-ն է, չէ։ Հա։ Հետո տուն ես գալու, չէ։ Խնդրեմ։ Մերսի։ Հետո վեր Երջո։
Չհասկացա, Մարգո, ես ինչ հարցեր ես տալիս, քեզ ինչ թե ով էր։ Այդ ես չհասկացա, Երջո։ Ինդ եմ իրավունք չունեմ իմանա։ Չէ, չունես, Լսի, ինչ ես հետս այդ տոնով խոսում։ որովհետև դու ես այդ տոնով խոսում։ Ու վաբշե ես հիմա չեմ կարա հետդ խոսամ, գգամ տուն կխոսանք։ Ես էր սրանց արա թանկանոտ սիգարը։ Դու նանոք եղեք Տիգրան ջան։ Եթե մենք ամեն ինչ ճշգրիտ ունենք, վաղը քո գուրգանը Ասադենը գինდა թագարտին մեջ։